Ադրբեջանը շարունակում է կրակել սահմանամերձ համայնքներից ամենօրյա ռեժիմով է նախազանգում խաղաղ չէ։ Ներգրավել միջազգային միջնորդներ, բանակցային գործընթացի երաշխավորներ, վերափոխել բանակցությունների տրամաբանությունը։ Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանն է նշում, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում բազմաթիվ բաց թողումներ կան, մեղադրում է իշխանություններին գործընթացը սխալ ուղղությամբ տանելու համար։ Անհրաժեշտ է գտնել մի որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է երկու մինիմալ պահանջների։ Մեկ, ունակ է ներգրավվել, այստեղ խոսում ենք եւ ցանկության մասին եւ պարտադրանք բառը լավ բառ չի միջազգային իրավունքի մեջ օգտագործելու համար, բայց որը կարող է իր հեղինակությամբ այնպես անել, որ երկու կողմերն էլ ընդունեն իր միջնորդական ծառայությունները, այսպես ձևակերպենք։ Եվ երկրորդ, որը այս կամ այն կերպ ներգործություն եւ ներկայություն ունի տարածաշրջանում։ Մամիջանյանն ասում է, ադրբեջանական կողմից անընդհատ գեներացվելու են նոր պահանջներ, քանի դեռ հայկական կողմը զիջման մոտեցում է որդեգրել։ Ընդդիմադիր մյուս ուժի Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինա Վարդանյանը եւս կարծում է, թե Ադրբեջանը զիջումներ կորզելու նպատակով շարունակելու է սահմանային իրավիճակը անկայունացնել։ Անդրադառնալով այդ միջադեպերին ձևակերպում է, թե վերջին 5 տարիներին ադրբեջանական կողմը սովորել է, որ սպառնալիքի լեզվով խոսելով, տեղեկատվական ահաբեկչություն իրականացնելով, ստանում է ավելին, քան կարող է պատկերացնել։ Որովհետև ինքը պարզապես պատերազմի սպառնալիքով անցած տարի Տավուշում ստացել է Տավուշյան առաջնագծի կազմաքանդում։ Իշխանականները հաստատում են, Բաքուն սահմանային լարվածությունը տակ պահելով ամեն անգամ փորձում է իրավիճակը տանել դեպի նոր էսկալացիա։ Քաղաքացիական պայմանագրից ասում են, իշխանությունն իր հերթին փորձում է դա թույլ չտալ։ Ինչ վերաբերում է հայկական պաշտպանական գերատեսչության հայտարարություններին, արձագանքին, ապա ըստ падգամավորի նախարարությունը արձանագրում է այն, ինչն իրականում տեղի ունեցել, ապացույցներ կան։ Իրավիճակի լարումը կամ հնարավոր էսկալացիան կախված է ինչպես Բաքվի ցանկություններից, այնպես էլ նաև մեր այդ իրավիճակը կառավարելու ունակություններից։ Օրինակ, չգիտեմ, էլի միջև 20 թվականի պատերազմը որպես այդպեսին, եթե հիշեք, թե Տավուշի օրինակ սահմանամերձ գյուղերում ինչ վիճակ էր, թե Տավուշի սահմանամերձ գյուղերում առհասարակ ինչ մթնոլորտ էր, թե քանի տանիք կար Տավուշի սահմանամերձ գյուղերում, որ ուղղակի կրակված չէին գնդացիրներով, ու չգիտեմ, էլի դա համեմատելու չի։ Իսկ ինչով է պայմանավորված էսկալացիայի վտանգը, ինչ նպատակ է փորձում իրագործել Բաքուն այս քայլով, ինքը իշխանական падգամավորը լրագրողին պատասխանում է, չեմ կարող ասել, ճիշտ կլինի այդ հարցն իրենց տակ։ Իրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։